լսում եք Arm Comedy, ուղղակի Arm Comedy։ Մի հիանալի բան ենք պատրաստել ձեզ համար այսօր եւ այս ամենը ձեզ կներկայացնեն Նարեկ Մարգարյանը։ Դիտեք այսօրվանի մեջ։ Նարեկ Մարգարյանը։ Հա, եւ Սերգեյ Սարգսյանը։ Շարունակած երևանցիները խնդրում են մի քիչ համեստ տոնել Էրեբունի Երևանը։ Տիգրան Կարապետիչը ստեղծում է ոչին նոր ճակատ։ Արուսիկը բացահայտում է կատաղության դեմ պայքարի օրը։ Կատաղած ռեպորտաժ։ Երևանցիների մի խումբ ստորագրահավաք է սկսել, որի նպատակն է խնդրել քաղաքապետարանին Էրեբունի Երևան տոնակատարության համար նախատեսված գումարները ուղղել տուժած սահմանամերձ համայնքներին։ Արդեն մոտ 4000 պարապ ու նախանձ մարդ ստորագրել է, իսկ հիմա լսենք բուն կազմակերպչին։ Բոլորին քաչ հայտնի է այս տարի ինչքան դժվարություններ կան սահմանին ու գոնե թող այս տարի այս ձևով մենք երևանցիներս օգտակար լինենք ու ոչ թե միայն Facebook-ում գրառումներ անելով, որ ձեր կողքին ենք։ Դե ընդհանրապես լավ գաղափար է, որովհետև բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ հայկական Facebook-ում կուտակվող էներգիան բավարար է 3-ից 4 սար շուռ տալու համար։ Դե տեսնենք ինչ կասի քաղաքապետարանը, որովհետև անկեղծ ասած ես չեմ պատկերացնում Երևանի տոնը առանց այս հրաշք, գլխարկի եւ շարֆիկի, ուղակի չեմ պատկերացնում։ Ասեմ, գուցե ամբողջ բյուջեն չկարողանան արդեն ուղղել, գուցե ահագին բաների համար արդեն վճարել են, օրինակ այս հրաշք, այո, շարֆիկների համար, բայց ինչ որ փող զիջում, ասենք կարելի է էլի անել, օրինակ գլխարկներ պատվիրենք, իսկ շարֆիկ չպատվիրենք այս տարի։ Կամ հակառակը։ Կամ հակառակը։ Էրեբունի Երևան տոնակատարությունները չեղյալ չեն համարվի։ Այս մասին այսօր հայտարարեց քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը։ Դե ակտիվիստներն էլ են մեղավոր, էլի, երկու ոտքը դրել են մի կոշիկի մեջ ու ասում են ոչ մի տոն։ Կարծում ես։ Հա, բա նախանձ են ու չարացած։ Տեսել են ինչ որ լավ բան է ուզում արվի ու ասում են ոչ։ Մենք երբեք չենք էլ ասել, որ մենք հրաժարվում ենք տոնակատարությունից կամ պետք չեն առասարակ նրանք, բայց մի sense տեսակետ կա, գոնե տոնակատարությունը պետք է լինի համահունչ այս իրավիճակին, դա լինի ենթադրենք ռազմահայրենասիրական ուղղվածությամբ։ Մեր ռազմայնակից բարեկամը լավ տարբերակ առաջարկում, ավելի լավ, քան ուղղակի մի քանի հազար երևանցիների պահանջը ոչ մի բանի տեղ չդնել։ Իսկ ինչ գումարի մասին ընդհանրապես խոսքը։ Այս տարվա ծախսերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից դեռ լուրեր չկան, բայց անցած տարի Էրեբունի Երևան տոնակատարության համար ծախսվել է 180 միլիոն դրամ, որի մեծ մասը համայնքային բյուջեից, թեև քաղաքային իշխանությունների խոսքով իրենց աջակցել էին նաև որոշ այլ կազմակերպություններ։ Նենց չի որ խայտարակ շատ է, կարելի է 2-3 բիոզուքարան բերել չաշխատող տեղադրել Տաթևի վանքի մոտ։ Սենց ընդհանուր չես պատկերացնի, մաս որ լսում ես ինչի համար է, նոր տեսնում ես որտեղ կարելի է խնայել։ Միայն հրավառություններին հատկացվել է 3.5 միլիոն դրամ։ Էրեբունի ամրոցի մոտ անցկացված թատերականացված համերգային միջոցառմանը մոտ 11 միլիոն դրամ, Հանրապետության հրապարակի համերգին 45 միլիոն։ 45 միլիոն համերգին։ Բայց ինչ համերգ, սիրված երկիչ երգչուհիներ, այդքան էլ չսիրված երկիչ երգչուհիներ, որոնց առաջի անգամ ես լսում, բայց որ զենաս կսիրես։ Հա, բայց ամեն տարի նույն բանն է, մի տարի էլ թող ուրիշ բան անենք, որ մյուս տարի այդ երկիչ երգչուհիներին էլի կարոտենք։ Ինչ որ մեկը կարոտի։ Ոնց է ամեն տարի նույն բանը։ Ոնց կատարյալ տարբեր սցենարով է անցնում Էրեբունի Երևանը յուրաքանչյուր տարի։ Նայեք։ Յուրաքանչյուր հայ աշխարհի որ երկրում էլ բնակվելիս լինի Երևանի մասին խոսելիս ոչ միայն ասի, այլև իսկապես զգա, որ Երևանը իր սրտի մայրաքաղաքն է։ Ամեն մի հայ հայրենիքում թե սփյուռքում ավելի շատ է սիրելու Երևանը։ Ու նաև հավատալ, որ մեր հրաշք քաղաքը իրավամբ յուրաքանչյուրի սրտի ուղեկիցն է։ Երևանը այո, ամենքիս տունն է։ Եվ իմ խորին համոզմամբ ոչ միայն երևանցիներիս, այլև աշխարհի բոլոր հայերի տունը։ Okay, հնարավոր է որոշակի նմանություն կա։ Որոշակի նմանություն տոնը այնքան նույնատիպ է կազմակերպվում, որ քաղաքապետին նույնիսկ չեն թողնում փող կապը փոխի։ Շնորհավոր տոնդ, Երևան, շնորհավոր տոնդ, Երևան, տոնդ շնորհավոր, Երևան։ Պարոն Մարգարյան, մենք ձեզ հետ ենք։ Քանդելա նույնը գիտես։ Դե ուրեմն չգիտեմ էլ ինչ ասենք, գոնե կարող ենք հրավառություն չանենք այս անգամ, խնայենք 3.5 միլիոն, դա մոտավորապես 1400 պարկ ցեմենտ է, մեր համայնքներին պետք կգա։ Ոյ չէ, երեխեք, չէ, հրավառությունը ամենահետաքրքիր մասն է։ Դուք տեսել եք ինչ սիրուն են գմփում կանաչ կարմիր գազարագույն։
Արուսիկ դե մի բան պետքա զոհաբերել, համերգը։ Չէ, համերգը չէ, բա ես չտեսնեմ այս տարի ինչ շարիկներ են հագնելու աստղերը, ինչ են անելու մազերը ու вообще ինչ երգեր են երգելու։ Հավանաբար Երևանի մասին երգեր։ Հա, բայց որ երգը։ Իմ գեղեցիկ Երևան, իմ սիրուն Երևան, իմ Երևան։ Մի խոսքով ուրիշ բանի վրա խնայեք, հա, այդ փողերը։ Ամեն տարի օտարերկրյա պատվիրակություններ են գալիս, մեր հաշվին մնում են, տորտիկներ են ուտում։ Բայց վատ առաջարկ չգիտես ու ոչ մի երևանցի չի նեղվի։ Անցած տարի 34 պատվիրակություն են ընդունել ու ծախսել են 28 միլիոն դրամ։ Ընդհանրապես պետքա այս տարի օրինակ Կրասնոդարից հյուր չընդունենք։ Չէ, չեն կարա Կրասնոդարից չընդունեն։ Ինչի։ Երևանի պատվիրակությունը Կրասնոդարի օրվան նվիրված տոնական հանդիսություններին։ Իրանք մեզ կանչել են, Դե կարան կոնյակ ուղակի տեղ ուղարկենք։ Չէ, սոլիդ չի։ Հետո են անկոմեդի մեյմունները լի կկախվեն դրանից։ Լավ, հաստատ։ Լավ, ինչ ասում քաղաքապետարանում մեծամասնություն կազմող ՀԿ ավականին այս հարցով։ Երևանի Երևանի ֆինանսական մեծ մասի, ուրեմն բաժինը ընկնում է դա այն բարեգործներն են, որը որ միայն ուղղում են Երևան տոնակատարության համար։ Այսինքն իրանք չեն կարող իրանց անձնական գումարները ասեն չէ մենք Երևան չենք տալու ենք ինչ որ բան անել։ Մոտավորապես sense այդ զրույցը եղել պարոն Բարեգործյան, այն փողը որ տվել եք այս շարֆիկների համար։ Հա։ Հնարավոր է այս փողը ուղարկենք սահմանամերձ գյուղերին օգնելու։ Ի ձեռ ես առնում, բացառված է դա։ Ոնե մի մասը։ Տոնակատարությունների համար ենք տվել դա։ Բայց ինչ որ ձևով կարողանալ սահմանափակել տոնակատարությունը Երևանի նշման տոնը դա չի կարելի այդպիսի բան անել։ Ընդհանրապես չի կարելի։ Այսպիսի բան անելով մենք թույլատնենք մեր երկիրը։ Այո, որովհետև քանի տարի է Շվեյցարիան ուզում է հարձակվել մեր վրա ու միակ պատճառը, որ այդ քայլին չի դիմում, Երևան տոնի կազմակերպչական աշխատանքն է։ Սես նայում են ու ասում են Չէ, շարֆիկները տեսել եք իրանց, վրեն գրած է 2797։ Բայց գուցե հարձակվենք, մեզ թեթև հարձակվենք։ Դեբիլ ես, տեսել ես ինչ թույն համերգ են կազմակերպում, նույնիսկ Նիկ Չելենտաունա գնում այնտեղ համերգի։ Ես վախենում եմ։ Անկեղծ ասած ես էլ։ Բայց Ադրիանո, չէ՞։ Նիկ Չելենտանա։ Եվ այսպես, արդեն մի պահ թվում էր, որ սահմանադրության ոչի նոր ճամբարներ էլ չեն լինելու, բայց այդ պահին 2000-ականների խորքից լսվեց մի ձայն։ Լսվեց մի խոհեմ իմաստուն ձայն։ Մենակ դա լսվեց։ Չէ, համել ոչի վերաբերող բաներ կային, ուղղակի ամենաքաղցր մասը հենց սա էր, էլի ոնց որ։ Ես յուրաքանչյուր ուժի հետ համամիտ եմ, որը պայքարում է ընդհուպ միայն պայքարի իշխանության դեմ։ Տարամ! Եվ այսպես եւս մեկ հզոր քաղաքական ուժ միացավ ոչի ճամբարին։ Դե սպասենք ոգևորություն, խինդ, ուրախություն, ադամանդներ։ Ես միանում եմ, բայց մեծ ոգևորություն չեմ ապրում ու համարում եմ, որ ոչ մի հաղթանակ չի հաղթի։ Ոչ մի հաղթանակ չի հաղթի։ Ոնց կարա չհաղթի, չէ որ մի ամբողջ ժողովրդական կուսակցություն, տենց էր չէ կոչվում։ Կուսակցություն միացավ հաղթանակին։ Պահանջում ենք պարզաբանումներ այդ հայտարարության հետ կապված։ Եվ ոչ միայն։ Ոչ միայն։ Լավ կլեր բացատրեն ինչու է Կարապետիչը ուրիշի մեծ պիջակը հագել։ Չեն հաղթի ոչ ասողները ու ասեմ ինչու։ Որովհետև անարդարության դեմ չեն բարձրանում։ Հա՞։ Անարդարության դեմ չեն բարձրանում։ Այդ շարժման նոր կարգախոսն է լինելու։ Հիմա քաղաքացին շատ է հասկանում, քաղաքացին կմտածի, ոչ, այո, ճիշտ է, շատերը դեմ են իշխանություններին, բայց էական բան չեն տեսնում ոչ ու այոյի մեջ։ Դե ինձ թվում է ամեն դեպքում կան մարդիկ, որոնք տարբերություն տեսնում են։ Հա, ինձ թվում է 113 տարեկանից ցածր բոլոր մարդիկ ահագին տեսնում են այդ տարբերությունը։ Ու ընդհանրապես մի հատ տեղափոխվենք ազգային փրկության ճակատ, այ իրանք կարողանում են նորմալ ոգևորել։ Շատերը պայքարի ուժգնությանը չեն հավատում, ասում են ինչ-որ արդյունքներ չի գրանցի։ Ինչպես եք վերաբերվում նման քննադատություններին եւ ինչպես եք ապացուցելու հակառակը։ Անտեսում եմ նման կարծիքը եւ կյանքը կապացուցի հակառակը։
Այտենց, յուհու, անտեսենք։ Դզում ա որ ճակատներից մեկը գոնե նորմալ էնտուզիազմ ունի։ Հեչ։ Իսկ առանց Կարապետիչի կհերիքեն ազգային փրկության ճակատի ուժերը։ Այսքանա չարժման մեջ եղած ուժերի միավորումը բավական է արդյունքի հասնելու։ Նույնիսկ ավելին։ Նույնիսկ ավելին։ Դե Հայրիկյանը երկու հոգու տեղ է համարվում, համ քաղաքացի է, համ խորհրդանիշ։ Բայց Տիգրան Կարապետիչի հորետեսությունը սրանով չցամաքեց։ Ժողովուրդը ոչ մեկին չի հավատում։ Իմի որ ասում են գնանք միանանք ոչին սամանը գնամ Պարուր Հայրիկյանին միանամ կամ գնամ ում միանամ։ Չգիտեմ իրաց դերակատարությունը, ասենք ընտրությանը։ Չէ, միանալ պետք չի։ Ձեր կալիբրի մարդը կարա առանձին ճակատ բացի։ Ասենք ազգային փրկության ճակատ։ Այդ մեկը զբաղված է։ Դե ուրեմն ազգային վերածնունդ ճակատ։ Այդ օրինացն է արդեն վերցրել։ Լուսավոր շոքեքարշ։ Ազգային փրկության լուսավոր շոքեքարշ։ Իդեպ ինչ մարդկային ռեսուրսներ ունի ռետրոգործիչը։ Ես 8000 կուսակցական պահպանել եմ, 8000-անոց բանակ ունեմ, որոնց հետ շփվել եմ ամեն մեկին համարյա անձամբ ճանաչում եմ։ Համարյա ճանաչում եմ բոլորին, այդ որն է։ Դե նշանակում է, որ համարյա հանդիպել է բոլորին, համարյա ծանոթացել է, ամեն տարի նոր տարուն կոնյակի շիշը ձեռքը համարյա գնում է բոլորի մոտ։ Համարյա դզեց։ Լավ, համարյա անցնենք ուրիշ թեմայի, թողնենք սա եւ բացահայտենք լրիվ նոր այլ բարի լուր։ Փայլփլուն 9 ոսկե հսկայական բանալիներ, 1 ժանգոտ կողպեկ սպասում են տերերին, ովքեր են տեղեկություն տրամադրելիս ամենաազատը եւ հակառակը, ամենափակը։ Մրցանակաբաշխությանը ներկա պաշտոնյաների դեմքից միանգամից երևում է ոսկիները նրանցն են։ Հպարտ կեցվածքով բանալիները ստանում ու իրենց հետ տանում են ամենաբաց մարզպետարանը Կոտայքը, տեղեկատվության ազատության բարեփոխիչ փոխնախարարը։ Տեսնում ես ոնց ամեն ինչ փոխվում, երկիր ավելի թափանցիկ է դառնում, բաց, ուրախ։ Իսկ կան փակ պաշտոնյաներ, պետական մարմիններ, որոնք փակում են իրենց դռները ԶԼՄ-ների առաջ, հա Սերգեյ։ Այո, Նարեկ, ավաղ կան, ավաղ Նարեկ կան, Նարեկ, ավաղ։ Բոլորը նայեցին ժանգոտ կողպեքին, դրա հետևից ոչ ոք չի եկել, բայց հասցեատիրոջ անունը իհարկե հնչում է։ Մարմինը, որին այս տարի կտանք անհեթեթ զավեշտալի պատասխան տրամադրելու համար, Արմավիրի քաղաքապետարանն է։ Ամոթ Արմավիր, ամոթ, վատ Արմավիր։ Բայց կարող է ուղղակի լավ ժամի չէին եկել, կարող է քաղաքապետարանը այդ պահին պատշգամբում ծխում էր։ Բազմիցս են դիմել, հասկանում ես։ Դե, այնտեղ հաճախ են ծխում։ Արմավիրն է։ Հա, ուզում ես ասես։ Արմավիրն է։ Լավ, իսկ ինչ պատասխան են տվել։ Համայնքի ղեկավարից պատասխան են ստանում գրավոր, որ պետք է վճարեք յուրաքանչյուր էջի համար 100 դրամ, իսկ բյուջեն 53 էջից ավելի էր կազմում։ Համայնքային բյուջեն էջառեջ ծախելու բիզնեսը տապալվեց։ Կարող է քաղաքապետարանը ընդհանրապես փորձում էր փոքր ու միջին բիզնես խթաներ։ Այմար դե հիմա մարդ են, տուն են պահում, ինչ ես պահում։ Մնացեք մեզ հետ։ Դե կարող է փողեր պետք Ամստերդամից կախարդական սունկի սերմեր բերեն։ Հա, որ գյուղատնտեսական նոր ծրագիր լինի, չէ՞։ Գյուղատնտեսական։ Իսկ այս օրերին Հայաստանը միացել էր միջազգային կատաղության դեմ պայքարի օրվան, որին միացավ նաև այս պահին Նարեկը, իսկ այդ օրվա ավելի մանրամասն անցուդարձը կպատմի մեր փոքրիկ Արուսիկը իր փոքրիկ ռեպորտաժում։ Լևոն լավ դե ռեկտորը արդեն սկսենք։ 5 րոպե տվել եմ։ Լևոն ռեկ ես տալիս ձայն չես հանում։ Պրիչոսկաս փչացավ լեր։ Ողջույն, այսօր մեր հասարակությունը նշում է կատաղության դեմ պայքարի միջազգային օրը, եւ մենք այսօր եկել ենք պարզելու թե ինչպես պետք է պայքարել կատաղած մարդկանց եւ կենդանիների դեմ։ Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն էր առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ համաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը։ Մենք եկել ենք կատաղության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսին ու չենք գտնում, հասկանում եք, չենք գտնում մամուլի ակումբի տեղը։ Ուղղակի մամուլի ակումբի հասցեով գնալուց հետո մի քիչ բարդ էր այդ մեծ շենքում գտնել այդ ակումբը։
Ես չեմ հասկանում ոնց կարելի է բացել մամուլի ակումբ ու ոչ մի հասցե Լևոն, ոչ մի ուղեցույց ու ոչ մի քարտեզ ու ոչ մեկ չգիտի որ տենց բան կա։ Մենք երկար փնտրեցինք, չգտանք ու կամած սկսեցինք կատաղել, բայց փառք Աստծո մենք վերջում գտանք մամուլի ակումբը։ Ես պետք է պայքարել կատաղած փիսիկների դեմ։ Այ կատաղած փիսիկների դեմ նախ փիսիկների չեմ կարող ասել, դա արդեն առողջապահության նախարարության լիազորություններից դուրս է։ Իսկ օրինակ մեր օպերատորը ինքը շուշուտ է կատաղում, որ ես միկրոֆոնը մոտիկ եմ պահում, հեռու եմ պահում, կատաղած օպերատորների դեմ ինչպես պայքարել։ Երևի արդեն ձեզ հոգեբանը կամ հոգեթերապևտը կօգնի այս դեպքում։ Օրինակ ես որպես աղջիկ մտնում եմ Facebook ու տեսնում, որ իմ աղջիկ ֆրենդները ինչ որ սկրինշոթ են անում իրանց կպցնել փորձող տղաների այդ նկարները ու ես կատաղում եմ դրանից ոնց պայքարել։ Գիտեք, ի ուրախություն մեզ այս դեպքում վիրուսային չի բնույթ է եւ սա վարակիչ չէ։ Իրանք ինձնից սիրուն են, հա, որ իրանց ուզում են խոսացնել, կարող ասել։ Իսկ երբ որ տրանսպորտի վարորդը մարշրուտկաների ծխում են, հա դեպքեր եք քննարկում, որ այս հիվանդության հետ ընդհանրապես կապ չունի։ Դու տոնի հետ կապված։ Սա գիտեք ինչ, այնքան էլ տոն չի, այլ սա ավելի շատ բնակությանը սթափեցնող, կոչանող եւ եւս մեկ անգամ բարձրացնող։ Լավ, դուք արդեն կատաղում եք, խնդրում։ Ուրեմն եկեք նման հոմանիշներ կամ, չգիտեմ, էպիցետներ չկպցնենք։ Բարև ձեզ։ Այսօր կատաղության դեմ պայքարի միջազգային օրն է։ Ինչն է ձեզ կատաղեցնում։ Ձեր մանկապարտեզի բալիկները քեզ չեն կատաղացնում։ Կատաղացնում են։ Մի հատ էլ կվեկալեմ սենց գլուխի վրան խաղալիքը կտամ ճլապ։ Արս դրա բախտը չի շուտ արա։ Վայ նստել եմ ազերս։ Լավ չէ, որ սես ջղայնացած եք, ուզում եք տակ մեկի գլուխը ջարդեք, ինչ եք անում։ Ասենք ձերքի շարժումներով ներվայնանում եմ, ասենք այդ իմաստով էլի։ Մի հատ տենց կանեք տեսնենք, սենց տոդե զզվցրիր։ Տոդե զզվցրիր։ Ես չեմ սիրում խուճուշ մազերով տղաներին։ Եվ կատաղում եք նրանցից։ Եթե տեսնեմ կարող։ Ինչ կանեք նրան։ Դուք պատկերացնում եք, ես սկսում եմ արդեն կատաղել ձեր հարցերից։ Ես ինձ եմ ուտում։ Զզվեցինք էլի, ռախք։ Դուք այնքան վարակիչ ծիծաղ ունեք։ Շնորհակալ եմ։ Մի հատ էլ կծիծաղ։ Ընկերներ, մի պայքարեք կատաղության դեմ, դուք դրանից կարող եք ավելի շատ ոնց որ կատաղել էլի, որովհետև մենք ինչ։ Ատե հերի քայլի, չես կարող գտնես։ Արուս Տիգրանյան, Լևոն Ոսկանյան, հատուկ Arm Comedy-ի համար։ Այսքան էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում եկեք դիտենք օրվա վիդեո բոցը։ Արվեստի մշակույթի հիմնական իմաստն է ցավակցել յուրայինին, հարազատին կամ օտարին։ Մարսի վրա փաստորեն գտնում են ջուր, իսկ մեր տանը երեք ջուրը կտրել էին։ Զուգադիպություն չեմ կարծում։ Իդեպ գիտեք ոնց է կոչվում այն կրատերը, որտեղ գտել են ջուրը։ Ոնց։ Դրա մասին հաջորդ թողարկմանը։ Where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Ուզում եք դիտել Arm Comedy-ի բոլոր թողարկումները անվճար, բաժանորդ։ Մի վայրկյան ինձ թվում է միշտ էլ անվճար են դիտում, բայց հա։ Դե բանը ամեն դեպքում բաժանորդագրվեք, որ ոչ մի թողարկում բաց չթողնեք ու միշտ առաջինը տեսնեք։ Այստեղ ցեխ մեկ ուղակի ու բաժանորդագրվում եք։